Պարոն նախարար, այս տեսախցիկին։ Երկար ժամանակ փորձեցի չխառնվել այս խոսքու վեճերին, բայց կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից, դուք հայոց բանակի զինվորներ եք, պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան և կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է կործանման տանել մեզ։ Ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի նրանք պիտի պատժվեն որպես դավաճաններ, համապատասխան քրեական օրենսգրքին։ Թշնամուն թողած, իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից, եթե ընդամենը 10-15 տղական, 500 հոգանոց, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորակունդ։ Այդ զորակունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-ը 50%-ի նկատմամբ է։ Որովհետև իրականում ոչինչ չի փոխվել։ Թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, և մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է ևս մի հարված, ևս մի այսպես արտնացում, ևս մի ցնցում, և այդ ցնցումը պետք է մենք անենք դարձյալ 5 տղաներով, որ մեր բանակը մեզանից ոգևորվի։ Եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակը ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու ենք և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կամարեմ, որ իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։ Շնորհակալ եմ։ Ուղիղ եթերն ավարտվեց։ Տղեդ